90-ականները YouTube-յան ալիքը, Սովետ ակումբի հետ համատեղ սկսում են ականավորները զրույցների շարքը։ Այս անգամ մեր տաղավարում հյուրընկալել ենք արձակագիր, Edit Print հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանին, ում հետ քննարկում ենք ծավալել գրականության եւ ընթերցանության շուրջ։ Դե, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սամվելյան Դավիթին եմ ասում, որովհետև Սամվելյան Դավիթը, որովհետև ոչ ավել ոչ պակաս գրող, կրոնագետ, Edit հրատարակչության Edit Print հրատարակչության գլխավոր խմբագիր, կապ չունի ես պաշտոններ, ես միշտ չեմ սիրում ես պաշտոնական բաները, գիտես, ես սիրում եմ, որ չես դիմանում մարդ ինչով է զբաղվում, բայց կարողանում ես հետ ընդհանուր լեզու գտնես։ Ոնց եք, Դավիթ։ Լավ, Մարտական։ Այո, միշտ։ Ինչ նոր ծրագրեր կան։ Կարծում եմ այն ոլորտը, ինչի շուրջ մենք հավաքվել ենք ու այսօր խոսելու ենք, այնքանով է կարևոր, որ ինքը մարդուն ուղեկցում է մանկուց մինչև խոր ծերություն։ Ես թե ուզում հասկանալ։ Այսինքն այդ մոտիվացիան այնն է, որ դու հենց առաջին հերթին մարդու հետ գործում ես, մարդու կրթության, ձևավորման, աշխարհայացքի ձևավորման եւ ընդհանրապես որպես մարդ կայացման ընթացքի վրա ազդեցությունը այն է, այսինքն ինչ կտաս, այդպես էլ կձեր, ինչը կքարոզես տալը հիմա մի քիչ է, էլի էս արդեն 21-րդ դարում։ Դավիթ, ինչի հարցրեցի, այսինքն ոնց է գալիս։ Օրինակ անցյալը ինչով է օգտակար ներկայի համար եւ ստեղծել ապագա։ Առհասարակ գրողների համար, կարող ենք այսպես սկսենք, շատ կարևոր է միջև իրան ստեղծված գրականության իմանալը, այսինքն որ ասում ենք դասական գրականություն, շատ գրողներ մտածում են, թե նորարարություն են անում եւ այլն կամ իրենց գրածը վերջնական առաջին անգամ ինչ-որ գրականության ոլորտում առհասարակ գրողների համար շատ կարևոր է անցյալ իմանալ, այն որ ասում ենք դասական գրականություն, դա գրականության հիմքն է, որովհետեւ շատ դեպքերում օրինակ մարդիկ կան, որ գրում են ինչ-որ մի բան, իրենց հարցնում ես, պարզվում է իրենք ոչինչ չեն կարդացել, եւ շատ դեպքերում այդպես մարդկանց թվում է, թե իրանք այտենց առաջին անգամ են այդ թեմային անդրադարձել կամ այս ոճով հարվերում եւ այլն, բայց հետո որ կարդում են կամ ասում ես, որ ինչ-որ բան արված է եղել արդեն այս հարցը նոր հարց չի, որ դու բարձրաձայնել ես, ցենց անակնկալի են գալի։ Նույնը նաև ընթերցանության հարցին է, այդ վերաբերյալ։ Օրինակ ինձ համար տարօրինակ է, երբ որ մարդը կարող հասնի 16, 20 տարեկան անգամ եւ իր կյանքում առաջին անգամ կարդա Կոմս Մոնտե Քրիստոն, Ժուլ Վեռն։ Այսինքն դա ենթադրում է, որ մի բան այն չի եղել այդ մարդու կյանքում կամ այդ մարդուն այնպես չեն մեծացրել, որ ինքը մանկուց հենց գրականության հետ կապ ունենա։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ գրքին երեխային պետք է սովորացնել եւ գրականությունը օրոցից անգամ այն ժամանակ, երբ որ ինքը չի լսում, լսում է, բայց չի հասկանում, ինչ այն խոսքը։ Դե ընտանիքները տարբեր են լինում, Բայց առաջնային այդ կողակում իր դերը ունի բնականաբար դա ծնողը, երբ հեքիաթի տակ կարող է երբ քնածնի, Դրանից հետո արդեն գալիս է մանկական գրականություն, պատանեկան գրականություն, այդ պատմավեպ, արկածային գրականությունը, հենց այդ Հարցնոպտիկա ընթացած չինի, որ հիմա մի քիչ միայն ծնողով էլ չի, կներեք, դա երեխայով էլ է պայմանավորված, եթե նույնիսկ ծնողը չի կարողանում տալ, օրինակ երեխան կարողանում է ընդունել շրջապատից, բայց 7 տարեկանում երբ որ երեխան ուզում է ինչ-որ տեսնում է, կարդում է, բայց այդ գալիս է տեսնում է իրաց տունը վերանալուկելուց 5 գրքերը թափել են, գրադարանները հանե գցել են, այդ երեխան բնականաբար չի կարողանալու այն միջավայրը ունենա։ Օրինակ ես փոքր ժամանակ գրքերի այդ առաջի ծանոթությունը եղել է մեր գրադարաններում։ Ես միշտ հումորով պատմում եմ, երբ որ դպրոց էի գնում, նոր ռուսերեն էի սովորել, sense հայերեն գրքերի շարքում եկե տեսա գիրք ա դրած ռուսերեն դեպ կողմը նայում ես, գրած էր Ավետիք Իսահակյան, ասա ժամանակ գիտեի 2 հոգի են իրան։ Չգիտեի գրականություն չգիտեի, բայց Իսահակը, եւ Սահակյանը, Ավետիք Իսահակյան, ռուսերեն ին հատեց։ Հետո գնում ենք հյուր, չգիտեմ, նայում էի միշտ որ գիրք իրանք ունեն, մենք չունենք, որտեղ այն ժամանակ էլ կար ստանդարտ գրքերի ցանկ մի հատ, որ բոլորի տանը կարա տեսներ, օրինակ Թումանյանի հեքիաթներ պետք է ունենային, արկածային գրադարանից կոմոդ եղել բայց գիտես ինչով կարդալու սերը։ Մեր սերնդի բախտը ինձ թվում է բերել է։
որովհետև շեղվելու Անելու բան չկար ուրիշ։ Այդ ալտերնատիվ թերթելու մատով Հա։ բանը չկար, եւ թուղթն էր, sense թրջում էի ոչ բաներ միայն անում։ անգամ կարդալու պարագայում Հա բայց դե հետո էլ Բայց ուրիշ եթե- չկար որ կարդայի կետ։ Բաղնիքի դեպս գտնում առումով, էինք այդ ասենք, լույսը։ լավ, իջար գնացիր դպրոց, եկար դասերը տարեցիր, իջար բակ, խաղացիր, եկար տուն ինչ պետք է անել։ Անգամ լույս չկար, որ հեռուստացույցով ինչ-որ բան նայ։ Ես քիչ եմ կարդացել, պիտի անկեղծ ասեմ, բայց ես սիրում եմ օրինակ լսել ոնց են կարդում ինձ համար կամ բարձրաձայն ինչ որ մեկը կապվում, ես սիրում եմ այդ լսել։ Ինձ համար այդ ավելի դյուրին ընկալելի է, քան կարդալը, որովհետև Իսկ քո կարդացածը լսել է։ իմ Հա, չէ, կարդացածը լսելը, դե ես հիմնականում դա չեմ լսում, մեկ դու ես ինձ ասում, մի հատ լսի էլի, բան, ես էլ լսում եմ ու Լսի դեսի չա։ լսի դեսի Բայց չէ։ դες հետաքրքիր հարց ես բարձրացնում, հիմա արդեն շատ վաղուց գրքին, այսինքն բովանդակությանը ծանոթանալու 3 տեսակ Ըհը։ գրքային են, դասական։ Վաղ, Օրինակ, շատ երբ եմ որ սիրում կարդում ես, կա գադջետների միջոցով, Kindle-ներ են կամ չգիտեմ ինչ, Շատ դա տաբլետներ նույնիսկ են։ ինձ խորտ բառ է, դա ես չգիտեմ, Հա, գադջետ բայց ինքը ինչով է հարմար, օրինակ շատ ճանապարհորդող մարդիկ կամ Ըհը։ երբ որ ճանապարհին են ուղղակի շատ լինում, իրենց համար հարմար է դրա մեջ ֆայլերով հավաքում են գրականությունը, հա, եւ տեղափոխում են բան, իրենց գրքերը միշտ իրենց հետ է։ Եվ կա երրորդ տարբերակը, քո ասած աուդիո գրքի Հա, լսել տարբերակը, բայց էլի ինդիվիդուալ օրինակ ես որ լսում եմ, կարող է կեսից այդ ձայնը մանավանդ այդ ականջակալներով բան որ լսեմ, որ ուրիշին չխանգարեմ, կարող է կեսից քնեմ։ Եվ հետո արտանամ ու չհասկում։ Զարմանալի բան ասեմ, ես կարդալուց եմ քնում։ Ինքս որ կարդում եմ, ես չմնակ դա ընդունում եմ, բայց երբ որ լսում եմ, չէ, Կենտրոնանում ես։ կենտրոնում այդ իմ լսը տեսից ավելի ինձ թվում է Բայց ավելի այդ 10 րոպեից ավել չես կարող լսես։ Չէ, ես լսում եմ։ Ես Ինքս ինչ չէ, ընդհանրապես լսում եմ, կարողանում եմ լսել։ Իրականում այդ բոլորի միավորումը հիմա գիտեք չէ, սենց նկարահանած բաներ մարդիկ դրում են ֆոնի վրա լսում են։ Հա, Չեն հնարավոր։ նայում։ Դե ինչ է, այսինքն Որպես կարևորը ռադիոբեմ է, այսինքն նշանակում է բովանդակությունն է կարևորը, ողջունի կարդալով, լսելով, թե չգիտեմ, Kindle-ի վրա թերթելով բան կանես։ Կարևորը այն ինչ որ դու կարդում ես։ Ինչա տալիս այդ գիրքը, լսած այդ կարդացածը քեզ ինչա տալիս։ Այն օրինակ 90-ականները լսել ես։ 90-ականները ես դեռ չեմ հոգնում։ Մանավանդ որ լսը իմ ավելի լավն է, ես չեմ հոգնում, որովհետև այնքան պատմություններ եմ վեր հիշում, այնքան պատմություններ ու այնքան փոքրիկ դրվագներ, Հարություն ինչ որ քո այդ հիշողությունը ինձ նորից վեր հուշ է տալիս, բայց լավ վեր հուշ է։ Մարդիկ կան չէ՞ վատ հորետեսական բաներ են գրում, մտածում ես այդ մարդը ցավի մեջ է ծնվել։ Իսկ հարթը որ գրում բան չէ, դրանք դու կարդում ես, հա, այդ հումորը, այդ նույնիսկ շատ դրամատիկ դրվագներ կան այնտեղ, նույնիսկ ողբերգական, բայց դու տեսակ ուրիշ ձև ես նայում։ Հիմա հարցս էդ էր, էլի 90-ականները դու որպես 90-ականներից եկող մարդ, այսօր արդեն 21-րդ դար եւ այլն, ինչա տալիս մեզ։ Ես մի քիչ հետ գնամ ու սկսեմ։ Ընդհանրապես գրողները 3 տեսակ են լինում կամ գրականությունը։ Մեկ գրողը գնում է անցյալ, հա, անցյալի իր ապրած, չգիտեմ, կարող մանկությունն է կամ դրանից առաջվա մասին է գրում, գրականություն կա, որ դեպի ապագան է նայում, կլինի ֆանտաստիկան կամ չգիտեմ, ֆենթազին, որը խառնում է ջան, եւ կա ներկան։ Առասարակ գրականությունն է, այն ինչը որ մենք պատմվածքներ եւ այլն կարդում ենք, հա, արցակին է խոսքս վերաբերում, ինչ որ չափով նաեւ ժամանակի վավերագրում է։ Եվ ըստ գրողի մոտ մի հատ շատ կարևոր հարց է ծագում, ինքը պետքա տա այնպես, ինչպես եղել է, թե քանի որ գեղարվեստական գրականությունը վերջում լուծումը իր ձևով տա, իսկ ինչա ուզում, դա դու գրում ես, ինչ ես ուզում քո գրածի միջոցով փոխանցես։ Եվ գրողները 2 տեսակ են լինում առհասարակ, կա մարդ, ով որ ինչ որ զգացողություններ է, ապրումներ է կամ իրավիճակ է լինում, հա, ինքը միանգամից փորձում է այդ ամեն ինչը վերածի գրականության, բայց կան գրողներ, որ ինչ որ թեմաների անդրադառնում են որոշակի տարիքում։ Օրինակ ես 90-ականների որպես ապրող մարդ բնականաբար ես չեմ գրել 20 տարեկանում 90-ականների մասին, ավելի հետո եմ գրել։ Ինչու, որովհետև ինքը ֆիլտրվում է, ու ավելի կարող է ինչ-որ դետալներ մոռանաս, չանդրադառնաս դրան։ Բայց ավելի խորքային ես դրանց նայում։ Այսինքն առաջին հերթին ինքը 90-ականները բազա է, ընդհանրապես քո պատմությունը բազա է։
որը քեզ կարող օգնի լավ գրականություն ստեղծելու։ Թե դու ոնց հետո մանյովրես, հա, կերպարները հիմնականում հավաքական կերպարների միջոցով կարող է, հա, ինչ-որ ստեղծես այդ քո պատմությունը կամ պատմվածքը կամ չգիտեմ վեպը, հա։ Իրական Հա։ կերպարների, հա։ Եվ ինչքան ամեն ինչ դժվար է եղած լինում, այսինքն անհասանելի են եղած են շատ բաները, զգում ես, որ դրա մեջ հետաքրքրությունը կամ հիշելու բանը ավելի շատ է լինում։ Դեպքերը այդ 90-ականների դեպքերը դանդաղ էին կատարվում։ Դա շատ, հիմա է եւ- շատ եւ- արագ, որովհետև համեմատական եթե տանես ճիշտ ես, ընդ այն ժամանակ դանդաղ էր, եթե համեմատենք այսօրվա։ Եվ այդ դանդաղը խորքային էր ավելի։ Եվ տպավորությունն էր խորքային։ Այդ փոփոխությունները շատ կտրուկ, ինչքան էլ ասում ենք բանա, չէ, սովետից անցել ենք անկախության բան, շատ մեծ փոփոխություն, հա, գլոբալ նայես, բայց դեպքերի հաջորդականությունը շատ դանդաղ է, փոփոխությունները միջև Բայց հասնում են նաև Մարսը։ խորքային, այդ կարևոր է խորքային, մակերեսայինը ինչքանով է լավ։ Դե մակերեսայինը հիմնականում Այսինքն խորություն չկա ու հիմա մեր պրոդուկտներն էլ են գրականությունն էլ է տենց։ Հիմա դուք Դրան ասում են հրատարակում fast եք, չէ՞։ food-ային գրականություն, որ կարդացիր այսօր, անցար առաջ։ Ուղղակի այդ պայն հետաքրքիր էր, թեթև էր, անցար եւ կա գրականություն, որ ավելի խորքային է, կապ չունի որ ժամանակաշրջանի մասին է գրած, բայց իր մեսիջները, գրելա ոճը, գրողի, հա, տեքստակագրի, զգում ես, որ դու չէ, որ այս տեքստը պետքա մարսես։ Սկզբում դժվար է քեզ թվում մարսելը, բայց տարիներ հետո դու զգում ես, որ դա ավելի խոր ազդեցություն է վրա քո ձևավորման վրա թողել, քան այն ինչ որ կարդացիր, վայ, հետաքրքիր էր, action կար մեջ, այսպես ասած, հա, ու տենց այդ պահին լավ էր սյուժեն, տենց զարգանում էր եւ այլն ու վերջացավ գնաց։ Դու դրանք մոռանալու ես։ Նրանք էլ կարող է մոռանաս հերոսի անունը չհիշես, բայց ազդեցությունը քո վրա լինելու է։ Այո։ Հետո որ հետ նայես, ասել ես, «Ա, հաստորեն էս էր»։ Ինչ է օրինակ Տոլստոյը, Դոստոևսկին ավելի խոր ազդեցություն թողնում։ Դա ֆունդամենտալ է, սկսած բառապաշտից։ Հովհաննես Թումանյան։ Հետո գիտես ոնց է, իրանք մի ստեղծագործության մեջ կարող է այնքան մարդուն բնորոշող, հարաբերություններին բնորոշող արժեքների մասին այնքան ինֆորմացիա տան, այնքան կարողանան թիրախային ու այնքան կարևորին խփեն, գլխավորին, հա, իրանց գրիչը sense ասած, որ այն մանր մունդերը արդեն օրինակ այսօր սկսել եմ գրել այդ Ձայն պոեզիայից։ տարեկան 20, 10։ Չէ, հիմնականում հա, մի քիչ ավելի ուշ, փոքր ժամանակ գրել եմ, բայց ես դրանք համարում Իսկ դպրոցական տարիքում գրում էի։ Հենց դպրոցական 6-րդ, 7-րդ։ Թե ամեն ինչ Իսկ դասարանցիներին, դասընկերներից ինչ էի տալիս Ես անգամ իմ ստացում առաջի բանաստեղծությունը, որ ինձ ասեցին ուսանող տարիներից պետք է համալսարանի թերթում բան լինի։ Հրատարակվի։ Ասեցի ոնց չեմ ասի։ Բոլորը տենան անունս նկարել էին դնում, ասա խայտարակեք անունից։ Այն ժամանակ այդ կոմպլեքս ասեմ, թե չգիտեմ, քաշվածությունը։ Իսկ անգիր կհիշես։ Դավիթ, ասա էլ եթե անգիր Քանի որ կհիշես։ ես շատ- Առաջին բանաստեղծությունը։ Քանի որ ես շատ վատ անգիր հիշող եմ, անգամ ես իմ գրականության Գրողները ինչ որ հիշող Բանը, հարցեր են։ 4 եմ ստացել, որտեղ ինձ ասին անգիրը տաս, ասի չգիտեմ, ասի ծիտիկը կարամ ասեմ, Դե բայց լավ եմ չկարողացա ասեմ։ Ես տողն եմ առաջին հիշում, իմ առաջին լուրջ բանաստեղծության իմ խավար հոգու լուսեմի երաս։ Այդպես է, որ Իմ խավար հոգու լուսեմի երաս։ հա, Այդ քանի տարեկանում։ դե դա մեծ տարիքում, այն 6-րդ, 7-րդ դասան Ես դա եմ ասում։ Ես այն մանուկ հասակում առաջին գրած այն բանաստեղծությունը, որը դպրոց Ցիտիկի ժամանակ Ցիտիկի ժամանակներից, որ ուզում էին դպրոցական բանում Հայրենիքի երկու բանաստեղծություն եմ գրել, մեկը Սիո մասին, որը Թումանյանին եմ պլագիատ արել, Մարոյի պատմության հիման վրա եմ գրել, մյուսը հայրենիքի վերաբերյալ 3 տունանի տես բանաստեղծություններ, չեմ հիշում, բայց հետո ասում եմ ես ինչքան պաթոս ա եղել, չեմ տղա ջան։ Իսկ ոնը ունես արխիվ այդ Տետերը թղթերը։ բանել եմ։ Ինձ որ մի քանի տարի առաջ հարցնեք, ես միշտ պատասխանում եի, ասում եմ ես կյանքում չեմ մտածել գրող դառնալ։ Հետո որ այդ 90-ականների կասետներից որ հանեցին մի օր դրեցին, հասկացա, որ ես այդ տարիքում 6-րդ, 7-րդ դասանում երբ որ գրել եմ իմ առաջի գրածները, մի օր տունը այդպես հելում եմ, ասում իսկ այժմ ձեր համար ելույթ կունենա հայտնի գրող Դավիթ Սամվելյանը։ Հետո համաչում եմ, էլի։
6-12, հա, 12, 6-րդ դասարան 12 տարեկան, հա։ 7 տարեկանից եմ, չէ՞, դե ժամանակ դպրոց գնա։ Նա այդ ժամանակ մեկ-մեկ 6-ից էլ էին գնում, 5-ից էլ էին։ Այս ծնունդդ երբ է։ Հա, այդ շատ կարևոր է։ Սեպտեմբերից առաջ էր թե հետ։ Ինչ բաներ կան էլի, որ ես այդ հավատալու չի էլի։ Անես որ հետո, հա, անցանք հասանք որտեղ։ Հա, բայց այս լավ է։ Ես երբ որ սկսեցի արդեն արձակ գրել, դե որ շատ ես կարդացած լինում։ Բան ասում եմ, ինքս ինձ հարց եմ տալիս, ասում լավ, իրականում ինչ-որ պատմվածքը սյուժե է, Պողոսը, Պետրոսը, այս ժամանակաշրջանն, այս ժամանակաշրջան, ի՞նչն է այդ բոլորը միավորում։ Զգում ես, որ մարդկային զգացողություններն են եւ արժեքներն են։ Ու ես սկզբում որոշեցի, որ ինչ որ սյուժետային հերոսներով պատմություններ պետքա չգրեմ։ Դրա համար ես սկսեցի էսսեներ գրել, իհարկե շատ ոգեշնչվել էի Լեոնիդ Ենգիբարովից, նրա այդ կարճ նովելա տիպը։ Եվ ես նկարագրում էի զգացողությունները։ Տենց ես երկու գիրք գրեցի, նաև նրա եւ Արտագաղթած կավոտ, այդ Արտագաղթած կավոտը միջել հիմա ուզում են մարդիկ ունենան, բայց չկա վաղուց։ Հետո պես պահ եկավ, որ հասկացա չպետքա անցում կատել, չես կարա լեճել, իմ կարծիքով գրողը եւ արվեստի մեջ մարդը կլինի դերասան, կլինի, չգիտեմ, նկարիչ չի կարա միշտ մի բանի մասի եւ նույն ձևով խոսա։ Այսինքն այդ զարգացումը ինքդ է պետք է, ինչքան ժամանակներն են փոխում, այնքան դու է պետքա փոխես։ Ես եթե 40 տարեկանում գրեմ, այնպես ինչպես գրել եմ 20 տարեկանում, դա ծիծաղելի կլինի ուղղակի։ Առաջին հերթին, երկրորդը կնշանակի ես ին վրա չեմ աշխատում։ Երրորդն չես կարող։ Հա, իրոք չես կարող, որովհետև ամեն ինչ ասել ես դու այն տարիքում կարայր էլի։ Չի կարա 40 տարեկանում դերասանը խաղանես, ոնց որ իր առաջի դերը խաղացել է 20 տարեկան։ Դե պետք է չի, բայց ամենահետաքրքիրը եւ ամենակարևորը որն է, երբ որ դու հետ ես նայում քո ստեղծածի կամ կատարածի վրա, որովհետև հարստանում ես, եթե մարդը չի հարստանում հոգեպես, ուրեմն ինքը չի աճում։ Իհարկե նույն ձևն է այդ գրականությունը, որ սկզբում ասում էի, թե չես 20 տարեկանում դու կարդաս, օքեյ, հեքիաթը 5 տարեկանում քեզ համար կարդան, 10 տարեկանում դու կարդաս եւ 30 տարեկանում կարդաս, դու տարբեր ձև ես ընկալելու։ Ես միշտ հիշում եմ եւ օրինակ եմ վերում Անդերսենին, օրինակ իրեն ասում են դու բան հայտնի մանկագիր ես բան, արդեն ինքը ասում է դուք ինձ վիրավորում եք, ես մանկագիր եմ, ինքը մեծերի համար է։ Բայց սյուժեն, բան, հերոսներին այնպես էր կառուցում, որ փոքր ժամանակ էլ կարող ես երեխայի համար կարդաս կամ երեխան կարողանում է կարդալ։ Այդ առումով միշտ այդ հեքիաթի տարիքը պետքա բաց չթողես։ Որտեղ ինքը քեզ կարճ պատմության, ընդհանրապես կյանքում պետքա հեքիաթը բաց չթողնես։ Քո կյանքից պետքա բաց չթողնես այդ հեքիաթը։ Այդ երանելի բաներ ես ասում։ Հա, երանելի, բայց եւ իրականանալի։ Սկսում ես կամ իրականությունը այնքան է փոխում, որ դու սկսում ես քո հեքիաթը փնտրել արդեն։ Գտնելու համար։ Եթե կորցրել ես, այո, ստիպված ես։ Իսկ շոտ, քանի որ մենք այս մտնոլորտի մեջ ենք սովետական կահույք։ Ես չեմ դադարում։ Ու խոսում ենք գրականությունից, մի քիչ խոսանք այդ սովետական շրջանում։ ցենզուրայից։ Տես սովետական գրականություն, հայ գրականություն լավ էսպես, սովետահայ գրականություն ասենք, հա, որովհետև քանի ազգեր կային եւ այլն տարբեր բաներ են ստեղծում, բայց ինքը մի, ասենց ասած, մի նախադասությամբ վերնագիր չի, հա, ինքը օրինակ 20-ականների գրականությունը տարբեր է եղել, անգամ մեր գրողների վրա կարող ես զգալ, Չարենցը ոնց է գրել սկզբում, հետո մի քանի տարի հետո, չգիտեմ, փոխել է իր թեմատիկան կամ այն շեշտադրումները, որ արել է։ Հետո գալիս է այդ 20-30-ական թվականներին, 40-ականներին գրականությունը դեռ ուրիշ է։ Եվ եթե օրինակ 30-ականներին դու ուղղակիորեն եւ անուղղակի կերպով պետքա գովերքեիր կարգերը եւ ինչ-որ ազգայնական բաներ գրեր, դրա համար կարող է քեզ աքսորեն, եւ այդպես էլ եղավ, որովհետեւ նույն Բակունցը, Տերյանը, Չարենցը ընկան այդ, ասենց ասած, մահակի եւ հա գնդակահարությունների կամ չգիտեմ սպանության տակ, ապա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թեման փոխվեց, այսինքն որոշակի ազատություններ եկան։ Եթե նայում եք մեր վեպերից շատերը, Պապ Թագավորը, Վարդանանքը, Ռաշպարների կանչը, Ձորի Միրոն, բոլորը գրվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բնականաբար քաղաքական որոշակի թույլտվությունից
Կարմիր գծերը փոխվում են։ Դե ժամանակ Բայց այդ որովհետեւ ժամանակ էլ են եղել, ինձ թվում է երկրորդ համաշխարհային։ թեման շոշափել է առհասարակ։ Ինչի, որովհետեւ երբ որ արդեն Հիմա չկան ինչ այդ արգելքները, օրինակ, այդ այդ մեծ մասամբ ցենզուրա չկա։ Ցենզուրան սովետի ժամանակ երկու ձև էր գործում։ Եթե դու գրող ես, դու արդեն գիտեիր ինչ պետքա գրես, ինչ պետքա չգրես, կամ էլ թքած էիր ունենում այդ ամեն ինչի վրա։ Սիբիր Առաջինը Սիբիր չէին ուղարկում, քանի որ ներհայաստանյան էր, դու ուղարկում ես ստուգելու եւ այնտեղ փակում էի։ նույն Սևակի, ասենք, անլեռելի զանգակատունը, չգիտեմ, Մեսրոպ մաշվածաբողջությունը իր կտրտել են, այսպես ասեմ։ Եվ այդպես են միայն թույլ տվել տպել ժամանակին, բայց եղել են գրողներ, որ ասել են, եթե այդպես պետք է անենք, ուրեմն Իսկ հիմա չկան այդպես հարցադրումներ, որ արի գիտես մենք գիտենք անշուշտ որ այտենց է, բայց պետքա գրել սենց։ Չէ, ինչու չկա, որովհետև տես հրատարակչական ոլորտը ով ինչ ուզում գրում այլ ինչ։ Սա միայն ով ինչ ուզում գրում, ընդհանրապես հիմա երկու ձև են գրքերը տպում։ Դու X բանը գրել ես, ստանում ես փողը տալիս ես, էջադրում են, չգիտեմ, խմբագրում են, գումարով տանում ես, հանձնում ես գերախանութը վերցնում է, վաճառը չի վերցնում, չի վաճառվում։ Այսինքն դու ինքդ sense անգլերեն բառով ասած self-publishing հեղինակային հրատարակություն եւ կան գրականություն, հա, եւ կա գրականություն, որը հենց հրատարակում են հրատարակչությունները։ Այսինքն իրանք որոշակի կրիտերիաներից ելնելով են այդ ամեն ինչը։ Այդ ներքին ցենզուրայը, օրինակ ես եմ որոշում եմ գլխավոր խմբագիրն է, գալիս է կոմոդ։ Ներկայացնում ասեմ, սենց գործ կա ուղարկել են։ Հա, չարժ էլի, կամ սա թույլ գրականություն է, կամ այս թեմատիկան մենք կարող ենք խորհրդով ասենք որոշում ենք, որ մենք չենք ուզում այս թեմայի շուրջ գրքեր տպենք, օրինակ։ Չեն ասում, Դավիթ ջան, գումարը մատը տալիս է, տպեք մենք բան։ Չէ, գումարը մարդը տալիս է, հրատարակում ենք, տալիս ենք իրան, մենք գործ չունենք, մենք պատասխանատվություն լավագույն դեպքում, էլի։ Այդպես է, այսինքն պետական առաջնային պետական ինչ-որ որոշում, մի պետություն ուրիշ բան անում։ Ստացվում է ով ինչ ուզում է գրում է։ Հա, ով ինչ ուզում է գրում է, պետությունը այստեղ մի ուրիշ գործառույթ ունի, օրինակ ինքը մրցույթներ է անցկացնում, օրինակ թարգմանական գրականություն, ինձ պետքա այս գրականությունը թարգմանվի։ Եվ թարգմանիչները մրցույթի միջոցով կարան, չգիտեմ, հոնորար շահեն, հա, այսպես ասած շատ հայտնի գրանտ է, բայց դա գրանտ չի, կամ դրամաշնորհ է, էլի պետական դրամաշնորհ։ Այդ բանով իրենք թարգմանական գրականության ասած լցնում է շուկան։ Դա թարգմանությունը հետո ում աչքի տակով է անցնում, որ ասի լսի, ես ինչ եք թարգմանել, ես նախադասություն, ես ինչ նախադասություն։ Հանձնաժողով կա նախ նստած, որ ինքը տեսնում է առաջին հերթին, եւ երկրորդը, որ այդ հրատարակությունը պետքա տպի, հրատարակի արդեն նայում է, էլի, որ ես ինչ աբսուրդ է։ Ասենք կամ հրաշալի։ Հետո գիտես, դաշտը որ ձևավորվել է, կան թարգմանիչներ, որ արդեն անուն ունեն եւ ինչ որ նախնական վստահությունը ունես, որ ինքը լավ է թարգմանել։ Եվ այն գործերը Հա, հասկացա, հատուկ թարգմանվում են ոնց որ խաչիկ դաշտենց։ Ահա, ոնց որ գիտես, հիմա, հա, ճիշտ ես ասում, հիմա մենք ֆիլմեր ենք օրինակ կրկն օրինակում տարբեր հեռուստաալիքներով, բայց կան լավ թարգմանիչներ եւ կան սարսափելի թարգմանիչներ, այսինքն դու էլ պետքա մի հատ որպես դերասան խմբագրես նոր կարդաս, որովհետեւ պատասխանատվություն ունես դու հեռուստադիտողի առաջ։ Չէ, բացի այդ դու պատասխանատվություն ունես, այսինքն եթե դու պետքա հեռավոր անցյալում գրել, գրել հեռավոր անցյալում երբ ինչ գրել, այսինքն մի հատ էլ պետքա խմբագրես, որ դա մարդկանց համար եւ հասկանալի եւ կոռեկտ։ Իհարկե, որովհետև տես այդ խոսում ենք սովետական շրջանից, մենք խոսում ենք մեր գրականությունից, բայց նաև միանշանակ թարգմանական գրականություն կա սովետի ժամանակ, ոչ միայն հայերեն, որովհետև հայերեն թարգմանությունները միշտ բանը, միջնորդավորված լեզուներից են հիմնականում արվել, որ նայես ռուսերեն թարգմանությունից հայերեն են թարգմանել, եղել է իհարկե անգլերեն, ֆրանսերեն։ Հա, անգլերենից թարգմանվում դա ռուսերեն, այդ ռուսերեն թարգմանությունից է, բայց հա, այսինքն կտրտման process է եղել, օրինակ, ագի շեղվում այդ որպես հատվածը սովետական գաղափարախոսությանը դեմ է, վերջ էդի հանում են, բայց նաև եղել է ուրիշ բան, եղել է արգելված գրականության ցանկ է եղել։
Օրինակ, Օրինակ նույն Օրուելի 1984-ը դա արգելված գրականություն է ժամանում։ Հիմա տպագրվում է, հենց այդպես շարք ունեն հրատարակություններից մեկը, որ արգելված գրականություն, որ ժամանակին այն երկրում, որտեղ ինքը լույս է տեսել, արգելվել է։ Օրինակ մեր մոտ եղել է այդպես Գուրգեն Մահարի։ Այրվող այգեստանները տպաքանակ եղել վառել են, ընթերցողները գնացել են տան դիմաց վառել են։ Պատկերացնու այդ գաղափարի մեջ ինչքան դժվար է եղել գրողի ստեղծագործի։ Այսինքն դի տաբուներ կապ դի դժվար է եղել գրել ու մնաց ստեղծագործել։ դե գրելով ստեղծագործել նկատի։ Բայց գիտես, ասում ենք դրան զուգահեռ սովետի շրջանում գրողի վարկը եւ հարգը ավելի մեծ է։ Մեծ է եղել, քան այսօր։ Բայց դա պետական քաղաքականություն է իրականում եղել։ Այսինքն եւ ինչ որ շրջան չեմ կարող ասել 20-ական 30-ականներին, բայց որ նայում ես 60-ականներից մինչև 80-ականները ամեն դեպքում հասարակությունն էլ է մշակութային եղել։ Իր համար ավելի կարևոր է եղել օրինակ իր ինչ որ X մշակույթի գործիչը կամ գիտնականը ենթադրենք այս թեմայի շուրջ ինչ միտք արտահայտում, քան չգիտեմ ինչ որ բլոգեր կամ քաղաքական գործիչ։ Դրա խոսքին ավելի Ես ինչի եմ ասում, որովհետև ոսմա արդից օգտվելով ըստ թեման էլի բարձրացնում, երբեմն ինչ որ ներպետական կամ ավելի ազգային հարցերի շուրջ միշտ խոսում են հաղորդավարները հարց են տալի, ուր են մեր մշակույթի գործիչները, ինչու ձայն չեն անում, չէ։ Եղբայր, հələ մատ եկեք խոսանք նրանից, դուք այդ ասացին բանի տեղ դնում եք կամ հասարակությունը բանի տեղ դնում է, որ մատ էլ ուզում եք խոսակ։ Թե ուղղակի ուզում եք խոսակ, որ հասկանաք այդ մարդը ինչա շնչում, որ այդ իր շնչածը կամ ասածը կամ ծապտակ կամ քննադատեք։ Դա չի լինում։ Հիմնականում քննադատեք։ Դե հա, որովհետև Ծապ տալը ավելի շատ ծապ են տալիս այն ռիլերին, որ բանը դա դրոր բանը, վայապես բան մտավ եթե, բայց ջուրի անկա բաներ են խոսում, չես հասկանում։ Միշտ չէ, բայց դե լինում են այն։ Դե որովհետև այդ բանը մոտեցումը չկա, որ մշակույթի, իրոք մշակույթի մարդու խոսքը պետք չի որ ականջը հաճո հնչի, որ քո սրտին մոտիկ լինի։ Ինքը մի քիչ ուրիշ ձև, ուրիշ տեսանկյունից, ուրիշ խորքով պետք է ինքը։ Եվ առաջին, սենց որ ասում են ուր են այդ մտավորականները կամ գրողները առավել։ Մտավորական թողեցիք ընդհանրապես։ Այդ գրողները որ ասում են ուր են, ասում ես, լսի, այս մարդը այս հարցերի անդրադարձել է իր գրքի մեջ։ Իր ստեղծագործությունը Դու կարդացել ես որ իմանաս այդ մարդը ինչ մոտեցում ունի, բնականաբար չէ։ Դե բայց ինչ, այն որ մեկ-մեկ ինձ ասել Այսինքն պետք է այդ գրողը բլոգ վարի, որ պարտադիր է հասկանում ինձ ես վերջերս տեսնում եմ, ասես կողոցում չգիտես, թե ասում եմ, շարչեսկի չեք երևում բանը հեռուստա էկրանների դե։ Ասում դուք երբ եք վերջին անգամ հեռուստացույցներ։ Բայց իհսա չեմ ներ, այդ մենք կամ երբես թատրոն եկե, որ իմ ներկայացումը նայես։ Այդ դրա համար է ասում, որ 21-րդ դարում լավ բան անելը կամ լավ պրոդուկտ անելը ցավոք սրտի դեռևս քիչ է։ Չէ, կարելի է անել, բայց Ազատ րոպեից չանցնես, 1-2 ոչ մեկ չի արգելում, այդ ազատություն կա, բայց մարդիկ չեն անում այդ ես։ Դες այդ ժամանակի սաուցան բանը որ խոսում ենք անգամ ընթերցանությանը գրքերի վրա է անդրադառնում շատեր այսօր տեսնում են դեք ինչի են քիչ պատմավեպ կարդում կամ չգիտեմ դասական գրողներ են կարդում ոչ միայն թեման կարող է մտածում են որ ակտուալ չի թեպետ այն ժամանակվա գրած գրքերը օրինակ շատ բաներ տեսնում ես որ չի փոխվել Հա, միջավայրն է փոխվել, հերոսների անուններն են կարող է փոխվել եւ այլն, բայց պատմավեպ հիմա գրվում է ընդհանրապես։ Գրվում, հա, գրվել է գրվում, քիչ է գրվում, բայց այդքան չի գովազդվում, հա։ Բայց հաղթողեն, այսպես ասած, էլի մեր դասական պատմավեպերը, էլի։ Բայց պետք է անպայման կարդալ, ուղղակի մենք միշտ նման գրականություն սկսում ենք ավելի շատ կարդալ, երբ որ մեր պետության հետ ազգի հետ ինչ-որ լուրջ բան աղդ տեղի ունենում, դրանից հետո սկսում եմ այդպես կարդալ, բայց երբ որ գրականությունը դու կարդում ես այն ժամանակ, երբ որ ստեղծվում է, ինքը ոնց որ քեզ ավելի շատ հետ է պահում ինչ-որ սխալներ գործելու, բայց մենք միշտ կարդում ենք, ծնվելիս ենք տալիս, մենք վայ, տես այն ժամանակ էլ է տենց եղել, եղբայր դու որ կարդար այն ժամանակ, կարող է ինչ-որ ձև, ինչ-որ բաներում, քո ներսում համեմատություն տանել եւ շատ բաներից հեռու մնալ Իսկ այդ
պատմում ասում են, «Ոայ, հաստատ չեմ կարա, ինչի, որովհետեւ մարդը ուզում է շատ արագ գիրքը կարդա, ավարտի, անցնի իր գործերին»։ Այսինքն շատ դեպքերում այդ ընթերցանությունը հիմա ժամանակի ցավոք սրտի կորուստ են դիտարկում, այն որ ասում են, չէ, ժամանակ չունեն։ Այդ նույն մարդը, բայց կնստի օրինակ 40 րոպե սերիալ կնայի։ Կարող գիշերը չքնի 6 սերիալ իրար հետևից նայի։ Դա ինչի՞ց է, դա բոտեսման հարց է։ Ես միշտ երեխեքին մանավանդ հետները խոսում եմ, ասում եմ, երեխեք, դուք նայեք ձեր ժամանցի տեսակներից մեկը ո՞նց եք գնում ժամանքից թատրոն կամ կինոթատրոնում, ասենք ինչ-որ ներկայացում կամ ֆիլմ նայում։ Դու ոնց կարաս օրինակ դնես ինչ-որ մեկի համերգին գնաս կամ YouTube-ով, ասենք ինչ-որ կամ Spotify-ով երաժշտություն լսես, չի մի ժամ։ Ինչ տվեց դա քեզ։ Դե իմը չգիտեմ, իրան գիտեն ինչ են տալիս, բայց ամեն դեպքում երբ որ դու գիրք ընթերցանությունը նայես այդ տեսանկյունից, ավելի կհեշտանա։ Դավիթ 90-ականները 90 ականները գովաս թող չեն չի ասի բայց լսել ես Ես խմբագրում եմ այդ գիրքը։ հա այսինքն դա կարող է նաև գիրք դառնալ հետաքրքիր ըստ քեզ Հա, որպես կարա չակեր որպես չգիտեմ, գրող բայց դե ոչինչ, առնթ օգտագործելով կարող ենք ասել։ Հա, դե ես ձեր հաղորդումները նայել եմ, որ հարութի հետ անում եք, ի սկզբանե շարքը հա մեր նայել եմ ու հետո ընդհանուր խոսակցության ընթացքում հասկացանք, որ նաև ինքը կարելի է որպես վավերագրում նաև գրքի տեսքով լինել։ որպես մի էպոխայի ժամանակաշրջանի վավերագրում Այո, ու առաջնային այդ գրքի նպատակը դա լինելու, որովհետև օրինակ ես խմբագրվելուց անգամ այդ կարդում զգում եմ ինչքան բաներ եմ մոռացել։ Ես էլ որ կարդում եմ գրած է ես էլ եմ հասկանում բայց հետաքրքիր է որպես գրականություն ինչ որ բաներով կարող է տարբերվի, հա, օրինակ դու որ կարդում ես, քոնը ավելի կենթանի է խոսքի եւ դու կարաս քո խոսքի մեջ որոշակի ձևակերպել աուդիո տարբեր հա հիմա թղթի վրա թղթի վրա մի փոքր տարբերվում է ու այսինքն այն մարդիկ ովքեր այդ հաղորդումը լսում են այնպես չի լսեցին վերջացավ ամեն ինչ գիտեն գրքով կարդալուց ավելի ուրիշ ձև են իրանք մոտենում եւ ես իրան համարում եմ վավերագրական ժանրի գրականություն ինչքան է յուրաքանչյուր ական կարող ես վերցնել ինչ-որ մի պատմություն այլ սյուժետը ունի բայց ինքը ամբողջության մեջ ինքը վավերագրում է ինձ մի բան էլ է հետաքրքրում Դավիթ նայ լսողի համար եւ ընթերցողի համար օրինակ ընթերցողի համար դու որպես խմբագիր գլխավոր խմբագիր նայում ես ասում ես գիտես ինչ հարութ մենք կարող ենք սա սենց գրել, որ ընթերցողի աչքը սենց բան չլինի, էլի, չգիտես, չընդհատվի իրա մոտ ես, լարը չընդհատվի ընթերցելու հետ, Տենց էլ անում լարը, տենց լինում, հա, այսինքն ամեն դեպքում լինում է ինչ-որ մի բան է, որը որ ավելացվում կամ կրճատվում է մեծ հաշվով։ Տես այս կոնկրետ այս 90-ականների պահով ինչն է դժվարությունը նո որպես գիրք նկատի ունեմ էլի դժվարությունը պատումը առաջի դեմքից է այսինքն հեղինակը բայց դրան զուգահեռ ինքը ընդհանրապես գրականության մեջ շատ լավ է որ sense լինի որ ինչքան էլ դու առաջի դեմքից ես պատմում բայց ինչ որ մի կետ կա որ շատ պետքա չմոտիկանաս պետքա տեղ թողես որպես ինքը գիրք կարդա էլի որքան է դա Էդին դուրս մի կերպ ուզում եք գրականություն կարդա հետո երբ որ ընթերցողը կամ առասարակ այս պարագայում լսողը ասենք 5 րոպեվա մեջ տեղավորվում ես դու ինչ որ բաների ձևակերպումների բանի կարող ուշադրություն չդարձնի ինքը լսեց անցավ առար բայց կարդալ ես որ դիմացը տա ձևակերպումները իր մոտ երբ որ կրկնվեն իր մեջ նստվածք են տալու հավաչեմ այսօր այդ մարդը տեքստերի ինչ որ խոսի եւ այլն ավելի կարա գրագետ դառնա նաև էլի չեմ ասում այն մյուսը վատա բայց խոսքի մշակույթը եւ գրավոր եւ բանավոր ձևերով տարբերվում են դրանից գրականության մեջ ինչն է ձգում օրինակ ընթերցողին այդ պերսոնաժները գործող անձիկ ներսի ջերմությունը ինչն է ձգում օրինակ ընթերցողին որ ինքը կլանված սկսում է կարդալ օրինակ մի գիրք տարբեր ձև է դա Երբ որ ավելի երիտասարդ ես կամ պատանի ես, քեզ սյուժեն է կամար կարևոր եւ թե գլխավոր հերոսը ով է, որովհետեւ շատ դեպքերում երեխան միշտ ուզում է այդ հերոսին նմանվի, հա։ Երեխան չէ, երեխան մեծահասակ։ Մեծահասակին իմ կարծիքով մանավանդ կարդացող մարդկանց, որ կյանքում կամ տարվա մեջ երկու գիրք չեն կարդում, էլի ընդամենը։ Սյուժեն արդեն կարելի ասել
երկրորդային դեր է կատարում բարձրացվող հարցերը գրողի ձեռագիրը, թե ինչ ձևով է գրում, թե Մենք թեմայի համար- մասին երեքս կարող են գրել, նույն հարցը շոշափել, բայց տարբեր ձևերով մոտեն։ Մեկնաբանման ձևը- Իշու կարող գրել։ Ասկը եւ ամենակարևորը թե դու ոնց ես մատուցում, ձեռագիրը ունես, ասելիքը ունես, բայց ոնց ես այդ մատուցում։ Ինչ ավելի կարևոր, ավելի համամարտկային, համազգային, ներանձնային, հա, որովհետեւ գրականությունը ինչքանը դրսին է վերաբերում, դրսի աշխարհին, հա, քեզնից գրողը իրանից դուրս է հանում եւ աշխարհը ինչ որ իրավիճակ է ներկայացնում, այնքան էլ ինքը դիպչում է մարդու խորքին, այսինքն մարդը միշտ փորձում է ասոցացնել իրավիճակը, զգացողությունները իր ներսի հետ եւ այն գրականությունը, որը դիպչում է մարդու սրտին եւ ինքը կարողանում է զուգահեռ գտնել ավելի խոր ազդեցություն է թողնում մարդու վրա, քան այն, ինչը որ իրանից կտրված է կապ ունի իր հետ։ Ես օրինակ մի քանի գիրք եմ կարդացել իմ կյանքում, դե որ վերցրել եմ, կարդացել եմ։ Էլի տես շատ բան չընդունեք, Դոստոևսկին ոչի եւ պատիվ, վերցրել եմ ու կարդացել եմ, էլի։ Հետո բանը Չապլինի այդ կենսագրությունը։ Մի անգամից Դոստոևսկի ես կարդացել։ Հա, ու չէ, դե Սարոյանի պատմվածքները շատ եմ թերթել ու շատ եմ սիրում։ Ու մեկ էլ էս վերջերս, որ Հարութը գրեց այդ Կամք միտք եւ Մարգարիտան, չէ՞։ Չեմ հաճայանում, լավ, ճիշտ հասկացի։ Այնքան տաքություն կար դրա մեջ, ջերմություն կար։ Հետո ինքնակենսագրականից բան կար, չէ՞։ Հատված կար մարդու ինքնակենսագրականից։ Ես մի շնչով կարծած, ես ինչ եմ հարցնում, ինչն է լավ մարդկանց գրավում եւ մատչելիություն կար նաեւ հասկանալու համար գրողի ձեռագրով ինձ համար մատչելի էր գրված ջերմ էր ինքնակենսագրական էր հետաքրքիր Որովհետեւ դու արդեն կողքից եւ ասած աչքերի միջոցով անմիջապես նայում ես ուրիշի կյանքին։ Այս բոլորիս էլ հետաքրքրում է, չէ՞։ Չուզենք խոստովանենք, չխոստովանենք, մեզ միշտ ուրիշի կյանքը հետաքրքիր է, որ տեսնենք, բայց դեպքում ինքը ինչ է արել, բա ոնց է վարվել, ինչ է ասել։ Այդ ամեն ինչը մարդու մեջ նստած է, այնպես որ դրա համար կենսագրականները, նաեւ կենսագրականները ուսուցողական ինչ որ տար են իրանց մեջ պարունակում, օրինակ առաջի շատ հայտնի մարդկանց, չգիտեմ, Քրքորյանի կենսագրականը, չգիտեմ, Բիլ Գեյթսի կենսագրականը, կարդում ես, որ տեսնես, երբ որ իր մոտ նման իրավիճակ է, ինքը ոնց է հաղթարել, ոնց է հասել այն կետին, ինչը որ ինքը կա, ինչ որ չափով նաեւ քեզ մոտիվացնում է, էլի, ոչ միայն գեղեցիկ պատմություն է, ինչ որ մարդու կյանքի, նաեւ ինքը ուսուցողական ու քեզ մոտիվացնող տարրեր է պարունակում։ Այդ առումով հիմա այո, տարածված է ինքնակենսագրականները։ Եվ ասեմ, քանի որ Հարութը լավ այնքանով է լավ, որ ինքը իր ձեռով է այդ կենսագրականը գրել միաստենիկ, բայց հիմնականում օրինակ այդ մեծ մարդկանց կենսագրականները, չգիտեմ, ժամանակ չունեն, թե ինչ կամ բնականաբար գրողի ձիրք չունեն։ Գրողի ձիրք չունեն շատ։ Դրա համար տալիս են ինչ որ մարդիկ Նստինել մենք բոլորս կարտային ինչ որ մեկի կենսագրությունը, էլի։ Հավաքագրում են եւ ավելի պրոֆեսիոնալ ձևով են մեզ մատուցում, էլի։ Ես որ ընդունված, տարածված ժանր է 21-րդ դարում։ Հաստափոր գրքերի մասին ինչ կասեք։ Օրինակ, հեռախոսագիրք կար ժամանակին, 90-ականներին հաստափոր գիրք։ Մարքսիզմ, լենինիզմից ավելի հաստ էր, դա ինչ էր։ Դե ասում եմ, մարդիկ ժամանակ Ինտերնետից խմբագրել են համարը։ Ինտերնետները ժամանակի համացանցն ինֆորմացիան Պատկերացնում ես խմբագրիչի այդ խմբագրողի գրիչի տակով անցներ է մի քանի համար դա իր ուզածում Ես բանկայում ավելի շատ գործուն իմ կարծիքով սրբագրող է, որովհետև չգիտեմ հերթականությունը ճիշտ կազմեն եւ այլն։ Դե ժամանակը ինչքան արագ է գնում, այնքան մարդիկ հաստափոր բաներ տալու։ Խմբագրող, սրբագրող էլ ինչ կա։ Այդ ընթացքը գրողը գրեց Գրող, խմբագրող, հետո էջադրում են, էջադրող, հա, այսինքն գրքի ֆորման է ստանալ։ Դրանից հետո
սրբագրում է, Բան բաց Նոր- չեք թողել այդ չէ, արանքում, հա։ դրան զուգահեռ գրքի կազմը դիզայներն է ստեղծում, կամ նկարիչը, Բայց համաձայնեցնում է։ Բայց իհարկե։ տեխնիկական խմբագիր էլ կա, չէ՞։ տեխնիկական խմբագիրը հիմնականում այդ սրբագրողն է հենց դինում, էլի։ Եվ վերջում արդեն նոր գնում է տպարան։ Այս իմը ասած որ ինքնանպատակ չլինի մեր այս բան անելը, թվարկելը։ Կան իմ բոլորը գործում են։ Բոլորը կան, գործում են, բայց այստեղ հանգում ենք մի շատ կարևոր կետի։ Դες ինչքան մարդ, ինչքան ռեսուրս է, չէ, ներդրում, հələ չեմ ասում թարգմանական գրականության ժամանակ արդեն թարգմանիչն է։ Թարգմանիչը այդ թարգմանությունը ձեռք բերելու համար գումար են տրամադրում, հեղինակային իրավունքը ձեռք բերեն եւ այլն։ Ու հիմա այսօր 21-րդ դարում շատ տարածված է էլեկտրոնային գրքեր, բայց այսպես ասած մեր լեզվով ասած պիրատսկի կարդալը։ Եվ մարդկանց թվում է հենց օդից ընկնում է, էլի այդ գիրքը եւ իրեն կարան վերցնեն, սպանավորեն, գցեն ձերը վրա նալիքներում, կարդան եւ այլն։ Մենակ իմ հետ դեպք կա պատահել, իմ գրքերից մեկը դες դրել են, ասենք դες տպագի Աուդիո տարբերակով։ Չէ, թերթերը PDF են, նկարում են։ Դե տես ինքը տպաքանակը մոտավորապես մի 4 տարում 3000 հատ էր վաճառվել այդ գիրքը, բայց այդտեղ մի շաբաթ գցել են 10000-ը դաունլոդները անցել էր։ Եվ ես ասացի Ժորժ ջան, կներեք, կարող է իմ ապրուստը ասում օդ ու ջուրը ստա, ես ուրիշ բան կյանքում չեմ πάρում։ Բայց դրանից ոչ մի բան։ Իհարկե ոչ մի բան։ Գիտես ինչ ֆենոմենալ պատասխանում եմ, ասին գոհ եք որ մեծ ես կարդում եք։ Այս արդեն գանք մեր խոսակցության սկզբին են որ ասում ենք գրողը, մտալ, չգիտեմ, արվեստագետը գնահատված լինելը հասարակ, այսինքն դիմացինի աշխատանքը պետք է հարգել միշտ։ Մեր մեջ երբ որ դու իր աշխատանքը չես հարգում, ոնց կարաս իր խոսքը հարգես, ժողովուրդ ջան։ Ուզում եք գրավոր լինի, ուզում եք, չգիտեմ, բանավոր լինի։ 40 հատ կամերայի դիմաց այդ մարդը աշխարհի ամենամեծ եւ ամենաչբացահայտված ճշմարտությունը հաղորդի։ Դավիթ ջան, Սամվելյան ջան, այնքան լավ է որ հանդիպեցինք, այնքան լավ է որ խոսեցինք այս թեմայով, իսկապես, որ գալիս է այս հաղորդման վերջի մաս, այսինքն վերջին րոպեներն չես ուզում վերջանա այս հաղորդումը, որովհետև ուզում ես հետաքրքիր բաներ լսես, ուզում ես իմանաս, ուզում ես նորից բացես այն ինչ որ կարևոր է բացելու համար, ճանաչելու համար, հասկանալու համար, քեզ սիրելի բաները էլի։ Դավիթը մեր մշտական հյուրերից է լինելու։ Այո, ավելի լավ, դեռ ժամանակ կունենանք խոսելու, բայց շատ շնորհակալ եմ, ես շատ շնորհակալ եմ, որ Դավիթ եկավ այսօր, մենք խոսեցինք, լավ թեմաներ բացեցինք, հետաքրքիր է։ Որպես վերջաբան, վերջի խոսք ավելի շուտ իմ ասեմ, մի օրինակ դեմ, քանի որ 90-ականներին է վերաբերում, հա, այս հաղորդումը, երբ ես իմ երևի թե շատերին ամենաշատ հայտնի գիրքը Ռոդենի ձմեռ անունով գիրք ունեի, ես գրել եմ 90-ականների մասին։ Երբ գրում եմ, ես մտածում եմ, թե դե լավ, էսի մինիմումը 35 պլյուս մարդիկ պետք է կարդան, այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, ապրել են այս ժամանակաշրջանում եւ այլն, այսպես ասած նոստալգիկ բաներ։ Կյանքը ցույց տվեց հակառակը։ Մեծ մասը միջև 20-24 տարեկան ընթերցողներ են։ Ես ինչի եմ ամասուն վերջի խոսք ամեն հենց այս հիշեցի ասեմ, որովհետև կյանքը միշտ այնպես չի ոնց որ դու պլանավորում ես մեկ, երկրորդը եթե դու կարողանում ես ճիշտ մատուցել եկող սերնդին, հա, կամ այն սերունդին, որ ինչ որ ժամանակաշրջան չի տեսել, դու իր համար դառնում ես խոշորացույց ու հեռադիտակ, ու այդ հեռադիտակով ինքն այո, անցյալին է նայում եւ կախված է թե դու ոնց կձևակերպես այդ ասենց ասած քո ասելիքը դրա համար եւ այս հաղորդումը որ անդրադառնում եք այդ թեմանը եւ 90-ականների ձեր հաղորդումը որ անում եք եւ այն գիրքը որը պետքա այդ թեմայով դառնա, հա, արդեն գիրք որպես ինքը շատ կարեւոր է դեռ լիքը մարդկանց համար այդ 3 տարբերակներն են գործել միջոց են հանդիսանալու որ մարդկանց ժամանակի միջով ճամփորդությամբ հա ասենց հետ տալիս դու գրականությունը հենց ժամանակների միջով ճամփորդություն է այսօրվա գիրքը կարող է 100 տարի հետո կարդան եւ ժամանակի միջոցով մարդը երևակայության թռիչքով չգիտեմ հասնին անցա Շնորհակալություն Դավիթ ջան, շնորհակալություն Սովետ ակումբին, Հայկին,
առանձնահատուկ, որ այսօր հյուրընկալում ենք մարդկանց, ովքեր այո, շատ կարևոր խոսք ունենք ասելու միասին։ Շնորհակալություն, Շնորհակալություն ձեզ, հանդիպենք։ որ այս առիթը ստեղծում եք։